Հայաստանի կառավարությունը պահեստային ֆոնդից 16.7 միլիոն դրամ է հատկացրել Գազայի հատվածում առողջական ծանր խնդիրներ ունեցող 3 երեխայի տեղափոխումն ու բուժումը կազմակերպելու նպատակով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ընտրած բուժառուները մասնագիտացված վիրահատական օգնություն կստանան Արաբկիր եւ Նորք Մարաշ բժշկական կենտրոններում։ Պետությունը ստանձնել է բուժման, կացության եւ ճանապարհի բոլոր ծախսերը, որպես հումանիտար աջակցություն հակամարտության գոտում հայտնված երեխաներին։ Աշտարակ Երևան ավտոճանապարհին գտնվող տեղ սպասարկման կետերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ըստ շրջանառվող լուրերի կրակի օջախում այրվում են մեծաքանակ կուտակված անվադողեր։ Երևանի Կուրխինյան փողոցում ծառի տապալման հետևանքով վնասվել է կայանված 3 ավտոմեքենան եւ գազատար խողովակը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել ու հեռացրել են ծառը, վերացրել վթարի հետևանքները։ Ազգային ժողովի նիստի ժամանակ հերթական միջադեպն է գրանցվել ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի եւ նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանի միջև։ Լևոն Քոչարյանը դիմելով Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին փորձել է պարզել, թե ինչ հանգուցալուծում են ստացել իշխանական պատգամավորների կողմից նախկինում հնչեցված մեղադրանքները։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներն էր գնում ձեզ ընտրելու հետ կապված, այսպես փորձարվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց։ Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը արձագանքեց Լևոն Քոչարյանի խոսքին, գործ տալ եզրույթի կիրառումը դիտարկելով էթիկայի նորմերի համատեքստում, հայտարարելով, որ նմանատիպ ձևակերպումները կրում են քրեական ենթամշակույթի տարրեր։ Նախագահողը դադարեցրեց պատգամավորի ելույթը եւ զրկեց նրան խոսափողից օգտվելու հնարավորությունից։ Պարոն Քոչարյան, ասում եմ, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ, հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում, պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ադրբեջանը ԱՄՆ դատարանում հայց է ներկայացրել CNN հեռուստաընկերության դեմ պահանջելով հերքել հունիսին հրապարակված աղմկահարույց հոդվածը։ Ըստ այդ հրապարակման Իրանի դեմ պատերազմի ժամանակ Բաքուն իր տարածքը գաղտնի տրամադրել է իսրայելական զինուժին։ CNN-ի անանուն աղբյուրները պնդել են, որ Իսրայելը էլիտար ստորաբաժանումներ եւ հետախույզներ է տեղակայել Ադրբեջանում, որտեղից կազմակերպել է անօթաչուների թռիչքներ, գաղտնալսումներ եւ նույնիսկ իրանցի բարձրաստիճան հրամանատարի սպանություն։ Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքել է մեղադրանքները, նրանք որակելով որպես շինծու եւ տարածաշրջանային կայունությունը խաթարող տեղեկություն։ Ադրբեջանական կողմը պնդել է, որ իր տարածքը երբեք չի օգտագործվել եւ չի օգտագործի որևէ երրորդ պետություն Իրանի դեմ հարձակումների համար։ Քանի որ CNN-ը մերժել է հոդվածը հեռացնելու եւ հերքում տալու Բաքվի բազմակի պահանջները, Ադրբեջանը դիմել է դատարան։ Ամերիկյան լրատվամիջոցը իր հոդվածում նշել է Բաքվի եւ Թել Ավիվի միջև առկա խորը ռազմավարական գործընկերության մասին, որի շրջանակում Ադրբեջանն Իսրայելին նավթ է մատակարարում, դրա դիմաց ստանալով ժամանակակից զին տեխնիկա։ ԱԹՍ-ները հարվածել են Պերմին։ Անվտանգությունից ելնելով Բոլշոյե Սավին օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Պերմում միացվել են տագնապի շչակները, քաղաքի մի շարք շրջաններում ուժգին պայթյունների ձայներ են լսվել։ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց չի վերադայի իր սկզբունքային մոտեցումները, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով Մոսկվայում պատրաստ են դիտարկել ցանկացած ռացիոնալ նախաձեռնություն, որը համապատասխանում է տեղում ձևավորվող իրականությանը։ Վաշինգտոնը ընդհանուր առմամբ տրամադրված է Ուկրաինայի հարցով կառուցողական երկխոսության եւ ըմբռնում է ռուսական դիրքորոշումը, նշել է դիվանագետը։ При этом
остается высокая вероятность того, что... Ուկրաինայի քաղաքացիները դարձել են Եվրամայդանի կազմակերպիչների մասշտաբային խաբեության զոհը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարելի է գոգոլյան ոճով հարցնել. «Դե ինչ որդիս, օգնեց քեզ Արևմուտքը, որը մայդանների միջոցով քեզ համար նման կյանք կազմակերպեց»։ Ներքաշելով այս խելագար հակասահմանադրական գործողությունների մեջ, դիմելով ուկրաինացիներին դիվանագետը մեջբերել է Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունը։ Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միակ երաշխավորը։ Անդրադառնալով Ուկրաինայում զորահավաքին, խոսնակը ասուլիսի ժամանակ հուզվել է և արտասվել։ Граждан Украины, украинцев стоят перед этими вурдалаками на коленях, умоляя о пощаде. Это то, до чего вся эта киевская клика довела свой собственный народ просто за деньги. Шановні українці, українки, значну частину дня сьогодні у Києві. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 տարվա պատժամիջոցներ է սահմանել ռուսական Մաշան և Արջը մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ ուկրաինական կողմի, Մաշան և Արջը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ ԱՄՆ-ն այլ երկ չուներ, քան հարձակվել Իրանի վրա միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գիտեք, ես նավթի 1 բարելի գինի իջեցի մինչև $1.85, իսկ հետո ասացի, որ մենք պետք է այցելենք Մերձավոր Արևելք, քանի որ չեն կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Մենք գործեցինք շատ արդյունավետ, մենք ջախջախեցինք նրանց, ռազմական առումով ամբողջությամբ ոչնչացրինք, ասել է Թրամփը։ Մենք ընտրության հնարավորություն չունեինք և ես դա կանեի ևս 100 անգամ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ և նրանք այն չեն ունենա, նշել է Թրամփը։ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած վերջին օդային հարվածները։ Միջնորդ պետությունները նշել են, որ ռազմական գործողությունների այս նոր ալիքը լրջորեն վտանգում է հակամարտության դադարեցման ուղղված միջազգային դիվանագիտական ջանքերը։ Հայտարարության հեղինակները պահանջել են միջազգային հանրությունից գործուն միջոցներ ձեռնարկել, ապահովելու հրադադարի պարտավորությունների կատարումը և կանխելու իրավիճակի հետագա շիկացումը։ Նյու Յորքում տեղացած հորդառատ անձրևների և հզոր փոթորիկների հետևանքով կաթվածահար է եղել քաղաքի որոշ հատվածների բնականոն կյանքը։ Ջուրը ողողել է մետրոն։ Հայտարարվել է հանկարծակի ջրհեղեղների վտանգի 3-րդ մակարդակ, հատկապես փողոցների և ցածրադիր վայրերի համար։ Քաղաքապետ Զոհրան Մամդանին հորդորել է բնակիչներին լուրջ վերաբերվել եղանակային կանխատեսումներին, պահպանել զգոնություն։ Պերում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Բնական աղետի հետևանքով լեռնային լանջերին առաջացել են սողանքներ, օդ բարձրացնելով փոշու հսկայական ամպեր։ Էպիկենտրոնին մոտ գտնվող բազմաթիվ տներ կառուցված են կավից ու թիթեղներից, ինչը դրանք չափազանց է դարձնում նման ուժգին ցնցումների նկատմամբ։ Ավերվել է մոտ 50 տուն։ Երկրում կա հետցնցումների հավանականություն։ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 3 անչափահաս։ 2 մեքենա են բախվել, ինչից հետո մեքենաներից մեկը հայտնվել է մայթին և վրաերթի ենթարկել անցորդներին։